Լարված առավոտ Լոս Անջելեսի սրտում Բրոդվեյ Փելես բնակարանային համալիրում սպատի հատուկ գործողություն կրակոցների հազանգից հետո։ Վիզայի կանոնները խստացվում են նոր հրահանգ պետդեպարտամենտից, օտարերկրացիների առողջական վիճակը եւ ֆինանսական ապահովվածությունը դառնում են որոշիչ, դեսպանատներում խիստ հարցազրույցներ ու նոր չափանիշներ։ Էփստեյնի ստվերը կրկին Վաշինգտոնի վրա, նոր բացահայտումներ, հին կապեր եւ քաղաքական հաշվեհարդար, Թրամփի եւ միլիարդատիրոջ հին ծանոթության շուրջ, փաստաթղթերը շատ են, ապացույցները ոչ այնքան։ Կոնգրեսը վերադարձել է ճգնաժամից հետո, բյուջետային փաթեթը նախատեսում է վերջ տալ 43-րդ տևած կառավարական փակմանը, հանրապետականները խոսում են հաղթանակի մասին։ Կալիֆորնիայի ձայնը Բրազիլիայից Կևին Նյուսեմը COP30-ում քննադատում է Թրամփի կլիմայական քաղաքականությունը, մեղադրելով Վաշինգտոնին անհեռատեսության մեջ։ Ուկրաինայում նոր առաջխաղացում եւ տարհանումներ, Զապորոժիեի շրջանում բնակիչների դուրսբերում ռուսական հարձակման ֆոնին, մարտերը շարունակվում են Պոկրովսկի մատույցներում, քաղաքը նոր ռազմավարական թիրախ։ Ամերիկյան պենիի վերջին էջը, դարավոր մետաղադրամը դուրս է գալիս շրջանառությունից, Ֆիլադելֆիայում պատրաստված վերջին պենիները կդառնան աճուրդային հուշանվեր խնայելով պետբյուջեին միլիոնավոր դոլարներ։ Երկինքը բոցավառվել էր գիշերը, հյուսիսափայլը լուսավորել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր նահանգները, վարդագույն, կապույտ ու կանաչ շերտերով, իսկ ինչ անել, եթե բաց եք թողել այս հրաշք տեսարանը, պատասխանը րոպեներ անց։ Ողջույն բոլորին, US Armedian շարունակում է աշխատանքը տրամադրելով վերջին հավաստի եւ անաչառ լրատվությունը։ Ես Հարություն Մինասյանն եմ եւ մեկ հավելում մինչեւ սկսել է։ Կառավարության գործունեության մասնակի դադարեցումը բերել էր նաեւ անկանոնություն մեր աշխատանքում։ Լրատվության սակավությունը երբեմն չէր ապահովում օրական 1-ից ավելի թողարկում։ Կառավարության վերաբացման հետ մենք կրկին կվերադառնանք մեր սովորական ռիթմին օրական 2, իսկ անհրաժեշտության դեպքում 3 լրատվական թողարկումով։ Շարունակեք մնալ մեզ հետ եւ չմոռանաք բաժանորդագրվել ալիքին։ Առաջին լուրը Լոս Անջելեսի կենտրոնից է, դաունթաունում Բրոդվեյ Փելես բնակարանային համալիրում։ Վաղ առավոտյան տեղի է ունեցել լայնածավալ ոստիկանության եւ SWAT հատուկ ջոկատի արձագանք կրակոցի մասին ստացված ահազանգից հետո։ Լոս Անջելեսի ոստիկանության խոսնակը հայտնել է, որ ահազանգը ստացվել է առավոտյան ժամը 5-ի սահմաններում South Broadway 900-րդ հատվածից։ Ժամը 7-ի դրությամբ մեծ թվով ոստիկանական մեքենաներ էին շենքի մոտ, զինված ոստիկաններն էլ զբաղեցրել էին դիրքեր հարևան շենքերի տանիքներին։ Ոստիկաններն այնուհետև մուտք են գործել շենք որոնելու հնարավոր կասկածյալների կամ վիրավորների, սակայն դեռևս պարզ չէ, թե ներսում որևէ բան հայտնաբերվել է, թե ոչ։ Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նոր հրահանգը կարող է իրականորեն դժվարեցնել օտարերկրացիների ԱՄՆ մուտք գործելը կամ այնտեղ ապրելը, եթե նրանք ունենան որոշակի առողջական խնդիրներ, օրինակ շաքարախտ, գիրություն կամ բավարար միջոցների բացակայություն։ Հրահանգը, որը ստացվել է պետդեպարտամենտից, ուղղված է ամբողջ աշխարհում գործող ամերիկյան դեսպանություններին եւ հյուպատոսություններին։ Այն պահանջում է, որ վիզայի դիմումներն առավել խիստ ուսումնասիրվեն, համոզվելու, որ դիմորդները ապագայում չեն դառնա պետական սոցիալական օգնության վրա հիմնված անձինք։ Այս մոտեցումը հիմնված է հանրային բեռ public charge սկզբունքի վրա, ըստ որի կարելի է մերժել մուտքի կամ մշտական կեցության իրավունքը, եթե նա համարվում է հավանական սոցիալական օգնության օգտվող։ Հրահանգը պահանջում է, որ հյուպատոսական պաշտոնյաները հաշվի առնեն դիմորդի տարիքային, առողջական, ընտանեկան, կրթական եւ ֆինանսական բոլոր հանգամանքները, ներառյալ նախկինում ստացած որևէ սոցիալական օգնություն։ Բացի այդ, նշվում է, որ պաշտոնյաները կարող են գնահատել դիմորդի անգլերենի իմաստությունը հարցազրույց անցկացնելով անգլերենով։ Հրահանգը նաև պարտադրում է հյուպատոսներին պահանջել դիմորդներից ներկայացնել բանկային հաշվեհամարների, ֆինանսական միջոցների, գույքի եւ ներդրումների վերաբերյալ փաստաթղթեր, գնահատելու նրանց ինքնաբավությունը։ ԱՄՆ-ում կրկին բորբոքվել է Դոնալդ Թրամփի եւ միլիարդատեր Ջեֆրի Էփստեյնի հին եւ խրթին ծանոթության թեման։ Վերջինս հիշեցնենք, որ մեղադրվում էր անչափահաս աղջիկների սեռական շահագործման եւ մարդկանց վաճառքի կազմակերպման մեջ թրաֆիքինգի։ Այս շաբաթ հրապարակված փաստաթղթերի նոր փաթեթը, որը ներառում է Էփստեյնի անձնական էլեկտրոնային փոստերից մի քանիսը, նոր հարցեր է առաջացրել։ Արդյոք Թրամփը գիտեր այն, ինչ կատարվում էր նախկին ծանոթի փակ դռների հետևում։ Դեմոկրատները հրապարակել են նամակ 2011 թվականից, որտեղ Էփստեյնն իր երբեմնի գործընկեր Ջիլեն Մաքսվելին գրում է. Ես ուզում եմ, որ հասկանաս, այն շունը, որը դեռ չի հաչել, Թրամփն է։ Այստեղ անունը ջնջված անձի մասին է խոսքը, ժամերով էր իմ տանը նրա հետ, բայց ոչ ոք երբեք չի հիշատակել դա։ Նույն օրը Մաքսվելը պատասխանել է.
Ես էլ էի դրա մասին մտածում։ Դեմոկրատները պնդում են, որ նամակում նշված անձը եղել է սեռական շահագործման զոհերից մեկը։ Հանրապետականները հակառակ կողմում շեշտում են, որ խոսքը վերաբերում է Վիրջինիա Ջուֆրեին, այն կնոջը, որը բացահայտ հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփը երբեք ոչ մի կերպ չի մասնակցել Էփստեյնի հանցագործություններին։ Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիտը հայտարարել է, որ դեմոկրատները ընտրովի արտահոսքեր են անում նպատակ ունենալով սևացնել նախագահային այն պահին, երբ երկիրը փորձում է դուրս գալ կառավարական ճգնաժամից։ Նախագահ Թրամփը տարիներ առաջ վտարել է Էփստեյնի Մարալագոյից իր աշխատակցուհիների հանդեպ անպատշաճ վերաբերմունքի համար։ Այս պատմություններն ուղղակի քաղաքական հարձակումներ են, նշել է Լևիտը։ Հրապարակված նամակները մաս են կազմում ավելի քան 23,000 փաստաթղթերի, որոնք Էփստեյնի ժառանգությունը փոխանցել է Կոնգրեսի վերահսկողության կոմիտեին։ Նրանք նորից բացում են մի թեմա, որն արդեն տարիներ շարունակ կախված է ամերիկյան քաղաքականության գլխավերևում, հիշեցնելով այն ժամանակները, երբ Էփստեյնի անունը կապվում էր հարյուրավոր ազդեցիկ մարդկանց հետ։ Մինչև այս պահը որևէ փաստական ապացույց չի ներկայացվել, որը Թրամփին կապում է Էփստեյնի հանցագործությունների հետ։ Էփստեյնի պատմությունը կարծես չունի ավարտ, յուրաքանչյուր նոր փաստաթուղթ վերահանում հին ստվերներ եւ նոր մեղադրանքների ալիք։ Բայց Թրամփի դեպքում առայժմ այս ստվերները մնում են միայն ենթադրությունների մակարդակի վրա։ Հարցն այն է, կարող է այս նոր բացահայտումը որևէ կերպ ազդել նախագահի քաղաքական դիրքի վրա այն պահին, երբ Վաշինգտոնում կառավարական ճգնաժամն արդեն հասնում է ավարտին։ Մի բան հստակ է, Էփստեյնի անունը դեռևս երկար է մնալու ամերիկյան պատմության ամենախավար էջերից մեկում։ Թողարկման այս հատվածում թույլ տվեք մեր շնորհակալական խոսքն ուղղել մեր գործընկերներին։ Գերիս Մամս Բեքերի։ Այս անունը դարձել է որակի եւ վստահության չափանիշ։ Երբ այցելում ես պարզապես, օրինակ, Մամս լավաշը գնելու, հայտնվում ես համեղ աշխարհի կենտրոնում։ Ընդարձակ տեսականի, անթերի սպասարկում եւ ամեն ինչ նույն բարձր մակարդակով։ Կոզանյան Meat and Liquor Market այս վայրը ճանաչում տարիներ շարունակ, թարմ մթերք, որակյալ սպասարկում, պատասխանատու ու ազնիվ թիմ։ Այստեղ ամեն ինչ արվում է սիրով, եթե երբևէ մտածել եք, թե որտեղ է համատեղվում որակն ու ազնվությունը, ահա հասցեն։ Cosmopolis Restaurant and Banquet Hall։ Այս ռեստորանը միավորում է ոճն ու հարմարավետությունը։ 3 կարևոր առաջարկ։ Առաջինը մեծ ու փոքր տոնակատարությունների համար մինչև 140 անձի համար նախատեսված գեղեցիկ սրահ, որտեղ ամեն մանրուք է հաշվարկված։ Երկրորդը բացօթյա հարմարավետ ու այս օրերի նաև տաքացվող հուկա լաունջ փաթիոն է, որտեղ կարելի է վայելել հանգիստ երեկոներ։ Եվ երրորդը նորարարական քեթրինգ ծառայությունը, որը նախատեսված է 8-ից 12 անձի համար, բարձրակարգ մատուցմամբ ու անթերի ճաշացանկով։ Կարծում եմ մեկ անգամ փորձելուց հետո այլևս կդառնաք մշտական հաճախորդ։ Առաջին հայացքից թվում է, թե գովազդ է, մենք էլ ասում ենք, բայց այդպես չէ։ Մեկ անգամ ասել եմ եւ կրկին կասեմ, շատ զանգեր ենք ստանում, բայց համաձայնության չենք գալիս, որովհետեւ եթե մենք ենք գովազդում, ապա մենք առաջինը պետք է վստահենք որակին։ Սա եղել է, կա եւ կմնա մեր սկզբունքը։ Լուրերին անցնենք, ներկայացուցիչների պալատը վերադառնում է աշխատանքի եւ նախատեսում է ավարտին հասցնել ԱՄՆ պատմության ամենաերկար կառավարական կոլապսը։ Օրենսդրական համաձայնագիրը դիտվում է որպես հանրապետականների հաղթանակ դեմոկրատների նկատմամբ, որոնց ներսում այժմ լուրջ տարաձայնություններ են առաջացել այն հարցում, թե ինչպես նրանց առողջապահական պահանջները չվերածվեցին արդյունքի։ Չնայած հանրային հարցումները ցույց են տվել, որ հանրապետականներին ավելի շատ են մեղադրել փակման համար, քան դեմոկրատներին, հանրապետականներն իրավիճակը ներկայացնում են որպես լիակատար հաղթանակ։ Փաստացի սա պատերազմ էր ոչնչի շուրջ։ Այսօր մենք քվեարկում ենք հենց այն տարբերակի շուրջ, որ առաջարկել էինք շաբաթներ առաջ, ասել է ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը։ Ջոնսոնը հույս ունի, որ օրենքը կանցնի պալատում այսօր երեկոյան եւ անմիջապես կուղարկվի նախագահ Դոնալդ Թրամփի մոտ ստորագրման։ Մինչև փաստացի այսօր կեսգիշեր կառավարությունը կարող է վերաբացվել։ Փաթեթը միավորում է հանրապետականների կարճաժամկետ ֆինանսավորման որոշումը երկարաժամկետ հատկացումներով, որոնք ապահովում են բյուջե ռազմական շինարարության վետերանների, գյուղատնտեսության եւ օրենսդիր մարմնի համար մինչև 2026 թվականի ֆինանսական տարվա ավարտը։ Սեպտեմբերի 30-ը։ Մյուս պետական մարմինները ֆինանսավորվելու են մինչև 2026 թվականի հունվարի 30-ը։ Փաթեթը նաև կվերականգնի փակման ընթացքում ազատված աշխատակիցներին եւ կկանխի նոր կրճատումները մինչև նշված վերջնաժամկետը ըստ Սենատի դեմոկրատների պահանջի։ Բայց չլուծված է մնում գլխավոր հարցը՝ Օբամաքերի հարկային վարկերի ժամկետի երկարաձգումը, որոնք սպառվում են տարեվերջին։ Թեև Սենատի հանրապետական առաջնորդ Ջոն Թյունը խոստացել է դեկտեմբերին քվեարկություն անցկացնել այս հարցով, երաշխիք չկա, որ այն կընդունվի։ Ջոնսոնը դեռևս հրաժարվում է խոստանալ նման քվեարկություն ներկայացուցիչների պալատում։ Կալիֆոռնիայի նահանգապետ Կևին Նյուսոմը Բրազիլիայում կայացած COP30 գագաթնաժողովում
Քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կլիմայական քաղաքականությունը, այն անվանելով ոչ բանական։ Նա նշել է, որ Վաշինգտոնը վտանգում է արագ զարգացող մաքուր էներգիայի շուկան զիջել Չինաստանին։ Չինաստանը ընդհանրապես հետաքրքրված չէ այս բանավեճով։ Նրանք ամբողջությամբ լցնում են դաշտը եւ պատրաստվում են տիրապետել հաջորդ մեծ համաշխարհային արդյունաբերությանը։ Ես այստեղ եմ նաև տնտեսական տեսանկյունից ասելու, որ Միացյալ Նահանգները կարող է որքան ուզենա լինել անհեռատես այս հարցում, բայց Կալիֆոռնիան այդպիսին չէ։ Մենք գործելու ենք, նախաձեռնելու ենք եւ մրցելու ենք այս ոլորտում, ասել է Նյուսոմը։ Նահանգապետը, որը լայնորեն նաև դիտարկվում է որպես հնարավոր դեմոկրատական նախագահական թեկնածու 2028 թվականին, վստահեցրել է COP30-ի մասնակիցներին, որ Կալիֆոռնիան շարունակելու է առաջնահերթություն տալ կանաչ տեխնոլոգիաների զարգացմանը անկախ դաշնային քաղաքականությունից։ ՄԱԿ-ի անվտանգության աշխատակիցներով շրջապատված Նյուսոմը գագաթնաժողովի մասնակիցների կողմից ընդունվել է ջերմ որպես ԱՄՆ ներկայացուցիչ։ Նա հանդիպել է տարբեր երկրների կառավարության ներկայացուցիչների հետ, ընդգծելով Կալիֆոռնիայի դերը որպես աշխարհի 4-րդ ամենախոշոր տնտեսություն, որն ունի մեծ ազդեցություն շուկաների եւ էներգետիկ քաղաքականության ձևավորման վրա։ Նյուսոմը նշել է, որ ամերիկյան կլիմայական նախաձեռնություններն ունեն երկուսակցական հիմքեր, հիշատակելով հանրապետական նախագահներ Ռոնալդ Ռեյգանի եւ Ռիչարդ Նիքսոնի նախաձեռնած քայլերը։ Իսկ Թրամփը հակառակ դրան բազմիցս հայտարարել է, որ կլիմայի փոփոխությունը խաբեություն է եւ խթանել է հանածո վառելիքի օգտագործումը։ Վաշինգտոնը նաև հրաժարվել է մասնակցել COP30 գագաթնաժողովին։ Միջազգային մեկ թեմա է, որին չենք կարող չանդրադառնալ, հաշվի առնելով, որ շատ հայրենակիցներ ունեն կոնֆլիկտի երկու կողմում էլ։ Խոսքը ռուս-ուկրաինական պատերազմի մասին է։ Ուկրաինայի հարավ-արևելյան Զապորոժիայի շրջանի Հուլյայպոլե առաջնագծի քաղաքից եւ մոտակա գյուղերից ոստիկաններն ու հումանիտար աշխատակիցները սկսել են բնակիչների տարհանումը։ Ուկրաինայի գլխավոր հրամանատարն ասել է, որ ռուսական ուժերը փորձում են օգտագործել եղանակային պայմանները տարածքը խորությամբ ներթափանցելու համար։ Տարհանման ընթացքում տարեց եւ անշարժ քաղաքացիները ստիպված էին լքել իրենց տները անօդաչու սարքերի հարձակման սպառնալիքի ներքո։ Չորեքշաբթի Ուկրաինայի զինված ուժերը հայտնել են, որ հետ են քաշել իրենց ստորաբաժանումներից մի մասը հարավ-արևելյան ճակատում գտնվող մի բնակավայրի մոտից, սակայն հայտնել են նաև, որ կարողացել են կանգնեցնել ռուսական առաջխաղացում այդ հատվածում։ Ռուս ռազմական բլոգերի կողմից երեքշաբթի հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են ռուս զինվորները մուտք գործում Ուկրաինայի Պոկրովսկ քաղաք, որը ռուսական լրատվամիջոցներն անվանում են դարպաս դեպի Դոնեցկ։ Խիտ մառախուղի պայմաններում ռուս զինվորները քաղաք են մտնում մոտոցիկլետներով, ինչպես նաև հին վնասված մեքենաների ու միկրոավտոբուսների տանիքներին անգամ նստած։ Պաշտոնական Մոսկվան հայտարարել է, որ Պոկրովսկը կարող է դառնալ հենակետ հյուսիս շարժվելու համար դեպի երկու խոշոր ուկրաինական քաղաքներ՝ Կրամատորսկ եւ Սլավյանսկ։ Ռուսական ուժերը արդեն ավելի քան 1 տարի փորձում են կիրառել շրջանցման մարտավարություն, նպատակ ունենալով շրջափակել Պոկրովսկը ու կտրել մատակարարման ուղիները, փոխարենը խուսափելով մահաբեր ճակատային հարձակումներից։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Պոկրովսկի իրավիճակը նկարագրել է բարդ, նշելով նաև, որ հարձակումներն ուժեղացել են Զապորոժիայի շրջանում։ Ուկրաինայի զինվորականները հայտնել են, որ այս պահին մոտ 300 ռուս զինվորական գտնվում է Պոկրովսկի տարածքում եւ վերջին օրերին Մոսկվան ակտիվացրել է լրացուցիչ զորքերի մուտքը քաղաք։ Նրանք նշել են, որ քաղաքում ընթացող մարտերում ուկրաինացի զինվորները շարունակում են դիմակայել ռուսական խմբավորումներին։ Կողմերը ներկայացրել են իրար հակասող տվյալներ մարտի ընթացքի մասին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով այժմ ռուսական ուժերի վերահսկողության տակ է Ուկրաինայի ավելի քան 19%-ը։ Այսօր Միացյալ Նահանգներում պատրաստել են վերջին 1 ցենտանոց մետաղադրամը, նշելով Պենիի դարաշրջանի ավարտը։ Նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս այս տարվա սկզբին ստորագրել էր հրամանագիր, որով չեղարկում էր Պենիի արտադրությունը, պատճառաբանելով, որ այն գերազանցում է իր իսկ արժեքը։ Պենին 1792 թվականից եղել է առաջին մետաղադրամներից մեկը։ Այն ժամանակ շրջանառության մեջ կային միայն կես ցենտանոց եւ 1 ցենտանոց մետաղադրամները։ 1857 թվականին կոնգրեսը դադարեցրել է կես ցենտի արտադրություն, այն համարելով ոչ պոպուլյար, սակայն պահպանել է Պենին, որոշելով այն փոքրացնել պղնձի ծախսերը նվազեցնելու համար։ Այսօր Պենին բաղկացած է 97.5% ցինկից եւ պղնձե ծածկույթից։ Ամերիկյան բանկերի ասոցիացիայի տվյալներով այժմ Միացյալ Նահանգներում շրջանառության մեջ կան մոտ 300 միլիարդ պենի, ուստի վերջին պատրաստված մետաղադրամները չեն անհետանա, սակայն դրանց շրջանառությունը աստիճանաբար դանդաղելու է։ Պենին մնում է օրինական վճարամիջոց եւ իր արժեքը 1 ցենտ չի փոխելու։ ԱՄՆ գանձապետ Բրենդեն Բիչը հայտարարել է, որ Ֆիլադելֆիայում այսօր պատրաստված վերջին պենիները կդրվեն աճուրդի,
Եվ օրվա վերջին լուրը երեք գիշեր ամբողջ ժամանատարածքում հնարավոր էր տեսնել հյուսիսափայլը։ Երկինքը լուսավորվել է վառ կապույտ, վարդագույն եւ կանաչ երանգներով գրավելով միլիոնավոր մարդկանց ուշադրությունը։ Երևույթը պայմանավորված է ուժեղ արևային փոթորիկներով։ Վերջին օրերին արևը արձակել է մի քանի հզոր էներգետիկ պոռթկումներ։ ԱՄՆ օվկիանոսային եւ մթնոլորտային վարչությունը հայտարարել է G4 մակարդակի ծանր մագնիսական փոթորիկի նախազգուշացում։ Սա չափման երկրորդ ամենաբարձր մակարդակներից կառավելագույնը G5-ն է, համարվում է ծայրահեղ։ Մագնիսական փոթորիկները կարող են խաթարել կապի եւ նավիգացիոն համակարգերի աշխատանքը, սակայն դրանք նաեւ առաջացնում են այս գեղեցիկ լույսերի շքեղ տեսարանը, երբ արևից եկող լիցքավորված մասնիկները բախվում են երկրի մագնիսական դաշտին։ Եթե բաց եք թողել բնական այս լուսային շոուն, հոգ չէ, հյուսիսափայլի նոր տեսանելի ալիքներ են սպասվում նաեւ այս գիշեր։ Իսկ այսօրվա համար այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Բաց չթողնեք գեղեցիկ հյուսիսափայլը, բայց տակ կհագնվեք, որովհետև կարևոր է առողջ մնալը։ Առողջ եղեք։